$400 միլիոն կորուստ է սպառնում Թուրքիային նրա համար, որ աջակցում ու հանդիպում է Պակիստանի ղեկավարին։ Թուրքիայում խուճապ է առաջացել, քանի որ արձանագրվել է հնդիկ զբոսաշրջիկների կողմից թռիչքների չեղարկումների 250% աճ տարածաշրջանային լարվածության պայմաններում Պակիստանին աջակցելուց հետո։ Հնդիկ զբոսաշրջիկներին զայրացրել է ոչ միայն Պակիստանի ղեկավարի այցն այս երկիր, այլ թուրք-պակիստանյան սիրախաղը, որը սկսել են նաև ադրբեջանական տանդեմի հետ։ Թուրքիայի տնտեսությունը իրոք գտնվում է բավական ծանր վիճակում եւ ցանկացած դոլար ունի բնականաբար այս իրավիճակում ավելի կարևոր նշանակություն եւ կա այստեղ արևելյան շուկայի կամ դիվանագիտության արևելյան ոճի նրբերանգները, որ երբեմն Թուրքիան ինքն է թեման, այսպես ասած, ավելի ուռճացնում, ցույց տալով Հնդկաստանի հետ հարաբերությունների վատացման նաև տնտեսական գինը, ակնկալելով որոշակի փոխհատուցումներ կամ համապատասխան քայլեր, օրինակ Պակիստանից։ Հնդիկներն անցյալ տարի ավելի քան $400 միլիոն օգուտ են տվել Թուրքիայի տնտեսությանը, սակայն բոյկոտի կոչերը կապված Պակիստանի վերջին աջակցության հետ կարող են լուրջ հարված հասցնել զբոսաշրջության ոլորտին։ Հնդիկ առևտրականները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հարկ է նշել, որ 2024 թվականի ընթացքում Հնդկաստանից դեպի Թուրքիա եւ Հնդկաստանից դեպի Ադրբեջան տուրիստական բավականին զգալի հոսքեր են եղել։ Մասնավորապես դեպի Թուրքիա այդ հոսքը կազմել է 330,000 մարդ, իսկ դեպի Ադրբեջան 240,000։ Այսինքն այդքան մարդ հանգստացել են Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ իրենց գումարները ծախսել են այնտեղ։ Այս հոսքերը անշուշտ այս տարվա ընթացքում կդադարեն կամ կնվազեն, հաշվի առնելով հնդկական իշխանությունների վարած քաղաքականությունը։ Հնդիկ առևտրականների համադաշնությունը հայտարարել է այս երկրների հետ ներմուծումն ու արտահանումն անհապաղ դադարեցնելու մասին։ Հնդկաստանի ավելի քան 24 նահանգից բիզնեսի ղեկավարները հավաքվել են Դելիում այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Համաժողովում կոլեկտիվ որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ամբողջ առևտուրը։ Իդեպ նշեմ, որ հնդկական իշխանությունները ոչ միայն կոչ արեցին դեպի Թուրքիա եւ դեպի Ադրբեջան դադարեցնել տուրիստական հոսքերը, այլ նրանք միաժամանակ կոչ արեցին, որ այդ հոսքերը ուղղեն դեպի Հունաստան եւ Հայաստան։ Այսինքն նաեւ այս քայլով նրանք փորձեցին պրոհայկական պրոհայաստանյան տնտեսական քաղաքականություն վարել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը վարել է կառուցողական, արդար եւ նաեւ կարող ենք ասել պրոհնդկական քաղաքականություն այս վերջի ժամանակաշրջանում։ Հնդկական ընկերություններին նաև խստորեն արգելվել է գովազդ կամ ֆիլմեր նկարահանել Թուրքիայում եւ Ադրբեջանում, եւ եթե որևէ ընկերություն չպահպանի այս արգելքը, ապա հնդկական առևտրականների համադաշնությունը բոյկոտ կհայտարարի նաև այդ ընկերությանը։ Հիշեցնեմ, որ բոյկոտն առաջինը սկսել են հնդիկ ոսկերիչները։ Հնդկաստանի թանկարժեք քարերի եւ ոսկերչական արդյունաբերությունը ներկայացնող գերագույն մարմինը Համահնդկաստանի թանկարժեք քարերի եւ զարդերի ներքին խորհուրդը ոլորտի անդամներին կոչ է արել դադարեցնել գործարքները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Վերջին շրջանում մենք կարող ենք դիտարկել հնդկական ռետորաբանությունը, որ Թուրքիայի մասին արտահայտվելիս բավական կոշտ ձևակերպումներ են անում, ընդհանուր մինչև թշնամի պետություն եւ այլն, ու հատկապես վերջին շրջանում կարող ենք ասել նույնիսկ վերջին 1-2 ամսում այդ սրացումը ինտենսիվորեն աճում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիրակի Ստամբուլում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գործակցության ընդլայնման մասին, հատկապես պաշտպանության, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում։ Ըստ Էրդողանի ներկայացուցչի նա Շարիֆին ասել է, որ Թուրքիայի եւ Պակիստանի շահերից է բխում ուժեղացնել համերաշխությունը կրթության, հետախուզական տվյալների փոխանակման եւ ահաբեկչության դեմ պայքարում տեխնոլոգիական աջակցության ոլորտներում։ Իդեպ, ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարները կմեկնեն օկուպացված Արցախ եւ կբացեն միջազգային նոր օդանավակայան օկուպացված Բերձորում։ Նանե Հայրապետյան, Նոնա Գևորգյան, ABC Media։